տեղյակ եք, որ ներքին պալատը համապատասխան որոշում է ընդունել։ Ես այսօր 4 ժամ դասախոսության եմ։ Հա, բայց որ լսենք էլի ձեզ։ Ներքին պալատը համապատասխան որոշում է ընդունել, որպեսզի Ղարաբաղյան հիմնախնդիրը խնդրի վերաբերյալ կազմակերպեն լսումներ, որը շատ կարևոր է, քանզի տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ ցավոք Հայաստանի Հանրապետությունում փորձում են ներկայացնել իրավիճակը այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը ընդհանրապես չկա, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում, մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք մեր հավաքական վերադարձին, մեր պատմական հայրենիք եւ ուզում ենք այսօր շնորհակալություն հայտնենք Շվեյցարիայի ժողովրդին, Շվեյցարիայի իշխանություններին, համապատասխան պետական կառույցներին, որոնք աջակցում են Ղարաբաղցիների հարցի, Արցախի հանրապետության հիմնախնդրի արդարացի լուծման եւ ակնկալիքը այնպեսին է, որ այսօր մենք խնդրանքով, նամակով դիմում ենք Շվեյցարիայի իշխանություններին, որպեսզի տեղի ունեցող մարտի 18-ին Շվեյցարիան տեղի կունենա պարլամենտի վերին պալատի համապատասխան նիստը եւ ակնկալում ենք դրական որոշում, ակնկալում ենք, որ Արցախի հիմնախնդիրը կմնա միջազգային տարբեր ատյաններում, հարթակներում օրակարգային հարց եւ ժամանակի ընթացքում այդ հարցը կստանա արդարացի լուծում։ Պարոն Վաղունց, այսինքն դուք ակնկալում եք, որ այստեղ բանաձև ընդունվի նաև վերին պալատում, հետո արդեն կառավարությունը ընթացք տա իր Վերին պալատի որոշումը պարտադիր է կառավարության համար, այնպես որ եթե ամսի 18-ին, մարտի 18-ին վերին պալատն էլ դրական որոշում ընդունի, կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել եւ այդ լսումները հուսով ենք մեծ ռեզոնանս կստանան եւ կրկինս կվերադարձնեն Արցախի հարցը լայն քննարկումների։ Ինչ ժամկետներում, պարոն Վաղունց, այդ լսումները ինչ ժամկետներում Լսումները հարցի բարձրացման պահից ասում էր կես տարի ժամկետով մոտավորապես մի 3 ամիս արդեն անցել է, հենց որ սպասում ենք, որ ամռանը հարցի քննարկումը կլինի։ Հիմա դուք ակնկալում եք, որ բանաձևը ընդունվի, թե նաև կառավարության դիմումը կոնկրետ այսօրվա ումն է, այսինքն այսօրվա գործողությունների կոնկրետ հասցեատերը։ Ես էլի կրկնեմ, մարտի 18-ին տեղի կունենա Շվեյցարիայի պարլամենտի վերին պալատի նիստը եւ դրական որոշում ընդունելու պահից արդեն կառավարությունը պարտադրված կլինի, որովհետեւ Շվեյցարիայի օրենքը այնպեսին է, որ վերին պալատի որոշումը ընդունելու պահից որոշումը պարտադիր է կառավարության իրականացման համար։ Իսկ սա ինչ ճնշման մեխանիզմ է, ինչպես կարելի է ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանություններին։ Այդ ինչ վերաբերում է ճնշման, մենք ճնշում չենք գործադրում, մենք ներկայացնում ենք մեր պահանջները, մենք մեր իրավունքների տերն ենք կանգնում եւ եթե խոսենք Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի մասին, ապա ես այդտեղ թույլ տաք մի զուգահեռ տանեմ մեխանիկայի ոսկի կանոն կա, որ յուրաքանչյուր գործողության էֆեկտիվությունը որոշում է ոչ միայն գործադրած ուժի միջոցով, այլ նաև բազուկի մեծությամբ շնորհիվ։ Ես կներկայացնեմ Արցախահայության, Արցախի իշխանությունների գործունեությունը այն գործադրած ուժին, բայց նշեմ նաև, որ առանց լծակի, առանց բազուկի, որի իդեմս Հայաստանի իշխանություններն են, մեր գործունեության էֆեկտիվությունը շատ ցածր է եւ ես ակնկալում եմ, որ շուտ կամ ուշ այս կամ այլ իշխանություն Հայաստանի Հանրապետության կհասկանա, որ Ղարաբաղի հիմնախնդիրը դա ամբողջ հայ ազգի հիմնախնդիրն է, որ Ղարաբաղը դա Հայաստանի անբաժանելի մասն է եւ կարծում եմ շատ ավելի ակտիվ եւ գործունյա ջանքեր կգործադրվի, որպեսզի Արցախյան հիմնախնդիրը արդարացի լուծում ստանա։ Այսինքն ես ճիշտ հասկացա, պարոն Վաղունց, որ Շվեյցարիայի վերին այդ խորհրդարանի վերին պալատի որոշումը ավելի շատ ազդակ է Հայաստանի իշխանություններին, քան Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունը կարծեմ արտաքին ազդակների անհրաժեշտություն ունի եւ բոլորն էլ հստակ
այդ պահանջները, որոնք մենք ներկայացնում են Հայաստանի իշխանությունների կողմից, բոլորի կողմից էլ հասկանում են արդարությունը մեր պահանջների, հասկանում են ուղղակի համարձակությունը պետք, որպեսզի թիկունք կանգնի Արցախի ժողովրդին։ Իսկ դուք վստահ եմ լսած կլինեք փաստարկները, որ բարբերաբար հնչեցնում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե Արցախի ժողովրդի վերադարձի հարցը եւ այդ օրակարգը առհասարակ իրատեսական չի, այս պնդումներին ինչպես կարձականքեք։ Գիտեք, տարբեր հարցեր, տարբեր ժամանակահատվածում ստանում են տարբեր գնահատականներ, տարբեր լուծումներ եւ եթե ընդունենք, որ ինչ որ չափով այսօր անհնար է կոնկրետ խոսել վերադարձի մասին, հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը, հաշվի առնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը, որին սատար է կանգնում հզոր Թուրքիան, այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ մեր համախմբված ջանքերի շնորհիվ մենք կպահպանենք հույսը, կպահպանենք հնարավորությունը եւ մի քիչ ավելի բարենպաստ պայմաններում դա խոսքը եւ տարածաշրջանային իրավիճակի մասին է եւ ընդհանրապես գերտերությունների դիրքորոշման մասին է, կարծում եմ շուտ կամ ուշ կստեղծվի մի իրավիճակ, որ պահանջված կլինի արդարության մեխանիզմներ գործարկվի, որպեսզի միջազգային նորմերը պահպանվի, իրականացվի միջազգային պահանջները նման խնդիրների կոնֆլիկտային լուծման եւ մենք միշտ էլ պատրաստ պիտի նման զարգացումներին եւ հույսով եմ կարողանանք օգտագործել համապատասխան բարենպաստ պայմանները, որպեսզի իրականացնենք մեր երազանքը, հավաքական վերադարձը մեր պատմական հայրենիք եւ թույլ չտանք, որ Արցախը վերջականապես հայաթափվի։ Այսինքն ձեր ասածից ես ճիշտ հասկացա, եթե անգամ այսօր այդ վերադարձի հնարավորությունները տեսանելի չեն, բայց ամեն դեպքում հարցը պետք է լինի բանակցությունների թեմա իշխանությունների համար։ Գիտեք, հողում դրված ծորենի հատիկը եւս տեսանելի չի, բայց դա չի նշանակում, որ շուտ կամ ուշ այդ ծորենը դուրս չի գալու եւ իր պտուղը չեք ունենալու մենք։ Ես մի հարց էլ ձեզ տամ, պարոն Վաղունց, տեսեք, այս օրերին նաև կա Ադրբեջանից տարբեր պահանջներ են հնչում, խոսվում են եւ այլն, բայց հնչում են նաև հայտարարություններ հայաստանյան ընդդիմադիր դաշտից, որ այդ վերադարձի հնարավորությունը կարող է փոքր, բայց հնարավորություն ստեղծել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Սրա վերաբերյալ ինչպիսին է արցախցիների կամ առհասարակ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը։ Ասեմ, որ դա քննարկման առարկա պետք է դարձնել, ինչպես եք դուք դրան։ Որպես ելակետային, այո, որովհետև այդ փաստաթղթի մեջին կան հոդվածներ, որոնց մեջ կա բավականին մեծ դրական պոտենցիալ, որոնք խախտվել են, այսինքն այդ բոլոր կետերը, որոնք ներգրաված են այդ փաստաթղթի մեջ, օգտագործվել են միակողմանի իօգուտ ադրբեջանական կողմին եւ այն կետերը, որոնք ինչ որ դրական պոտենցիալ են կրում Արցախյան հիմնախնդրի մեր տեսանկյունից դրական արդարացի լուծման, այդ կետերը անտեսվում են մինչև այսօր եւ եթե մոտեցումը ճիշտ լինի, մենք կարանք քիչ թե շատ կայուն հենակետ ունենալ, որպեսզի հետագա պահանջները մեր ներկայացնենք, հետագա մեր պայքարը արդյունավետ դարձնենք։ Այսինքն կողմեք անգամ եթե այդ ձևաչափով քննարկումներ սկսեն վերադառնալ։ Մենք դրանից առավել ցավոք ոչ մի փաստաթուղթ այս վերջի տարիներին չունեցանք եւ պետք է հենվելով արդեն իսկ գոյություն ունեցող միջազգային նորմերին, նման կոնֆլիկտների իրականացման, լուծման, այնուամենայնիվ հղում կատարելով այն կետերին, որոնք ոտնահարվել են երկու կողմերից, Հայաստանի Հանրապետության կողմից եւս հստակ պահանջներ չկա այդ պահանջների կատարման, ադրբեջանական կողմն էլ օգտվելով այդ հայկական դիրքի թուլությունից շարունակում է առավել պահանջներ ներկայացնել եւ ցավոք արդեն հասել է նրան, որ եւ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ պահանջներ են ներկայացնում, ընդդուք մինչև Երևանի նկատմամբ պահանջներ, սահմանադրության փոփոխություն եւ կարծում եմ